Նախ պարոն Հավաքյան ուզում եմ շնորհակալություն հայտնել նման հնարավորություն ընձեռելու համար, բացառիկ կարծում եմ եւ ես ակի, ինչպես նաեւ պարոն Այրի Սարգսյանեն իր խոստումների նկատմամբ հետեւողական լինելու համար։ Ես չեմ կարծում, որ մենք պարտված ենք, կարծում եմ նույնիսկ լուրջ արդյունքներ ենք ֆիքսել զուտ են պահով, որ թեթև ձեռքով այսօր հաշվապանների եւ իրավաբանների նման ՆԴՍ-ի դաշտում չենք դեռևս։ Լավ, պարոն Քեյան, ձեզ եմ շնորհակալություն հայտնում հանգամանալից վերլուծության եւ ներկայացնելու համար ես երկու հարց ունեմ, էլի միգուցե մեկը փոխկապակցված է Տիկին Կարենեի բարձրացրած հարցի հետ տրամաբանական շարունակություն է, տեսեք, օրինակ ես եւս ներմուծող եմ եւ իմ ինվոյսային արժեքներ ինքը շատ փոքր է եւ իրականում չի ներկայացնում իմ ապրանքների իրական արժեքը։ Այստեղ ստացվում է, որ ես բավականին քիչ գումար նվազեցնելու հնարավորություն ունեմ։ Ներկայացնում իրական գումարը ոնց չհասկացա։ Ինվոյսային արժեքը բավականին, տեսեք, երբ որ հսկիչ գներով սահմանված ինվոյսային արժեքը իրական իմ ապրանքի արժեքը չի ներկայացնում։ Ցածր, այո։ Եվ երբ որ մենք այո ասում ենք, որ կա փաստաթղթավորման խնդիր, տեսեք, մի դեպքում ապրանքը էժան է, բարձր է, մի դեպքում ապրանքը թանկ է։ Ձեր ինչ ոլորտ է։ Հագուստ է։ Չի ինքը իրականում ոնց կարելի է այս դեպքում ինչ անել, բայց մյուս կողմից էլ հասկանում եմ, որ եթե պահանջենք կամ փորձենք դա ավելացնել այդ ինվոյսային արժեքը, դա էլ ձեռնտու չի, որովհետև չգիտեմ ինչքան կբարձրանան այդ բաները եւ այս մեկ եւ երկրորդն էլ ուղղեք էլի կներեք, եթե ես սխալ եմ հասկացել, մինչեւ 24 միլիոն շրջանառություն եւ մինչեւ 24 միլիոն ներմուծում գույքագրում չի պահանջվում, եւ դրա համար կոնկրետ այս պահի դրությամբ իրավունք չունեն մտնեն պահանջեն գույքագրման թերթիկ եւ տուգանք չի սահմանվում։ Շնորհակալություն։ Տեսեք, սենց արդարացիելի խոսանք ինձ պետական բան չհամարեք էլի։ Նայեք, դուք ասում եք, որ ձեր, ըստ էության, դուք ասում եք, որ իմ ինվոյսը $1000 է, օրինակ։ Այո, կոնկրետ այդքան։ Հա։ Բայց քանի որ հսկիչը $500 է, ես 500-ով եմ մաքսազերծում, որ $1000-ից հարկեր չտամ, 500-ից տամ։ Եվ միևնույն ժամանակ ասում եք, դե հիմա էլ որ վաճառում եմ այդ ապրանքը բնականաբար պետք է վաճառենք ոչ թե 500-ով, այլ 1000 պլյուսով, 1500-ով օրինակի համար կամ 20% վերադիր վերցնենք 1200, չասեք այդքան շատ եկամուտ չեմ ստանում։ Այսինքն ես մեկ վայրկյան էլի հարկս հաշվարկելու եմ 1200-ից, բայց նվազեցնեմ 500, քանի որ ես 1000 եմ վճարել, բայց 500 եմ ցույց տվել։ Այստեղ արդարացի ասենք դուք շահում եք էլի, որտեղ դուք այնտեղ պետքա, չգիտեմ, ձեր շորը 32%-ի տակ է թե չէ, օրինակի համար, տենց 32% հարկ պետքա տայեք, հիմա 32% հարկը չեք տալի, 10% եք վճարում օրինակ էլի։ Նո ըստ էության դուք ոնց ասած դժգոհելու տեղ չունեք, էլի, քանի որ ի սկզբանե այդ իմ դեպքում, բայց եթե օրինակ մեծածախն է, էական չի, ժողովուրդ, բերեք հասկանանք, էլի։ Այդ դեպքում Տիկին Կարենեի էական չի, էլի, տեսեք, ստեղ խնդիրը Տիկին Կարենեի այլ է, Տիկին Կարենեն ասում է ես առնում եմ $1000, բայց ինձ ստիպում են 2000-ի հարկ վճարեմ։ Իր մոտ խնդիրը հակառակ կողմն է։ Ես էլ ասում եմ, եթե կա նման դեպք, որ դու 1000-ով առնում ես, բայց քեզ ստիպում են 2000-ով, վճարես, քանի որ մաքսիմում դրած է $2000 եւ ասում են դրանից չգիտեմ քանի տոկոսից ավել չեն կարա իշնենք, դու մինիմումը դրանով պետք է վճարես, ասում եմ դեպքերը ուղարկի, մենք ուղարկենք համապատասխան մարմնին, ասենք, խնդրում ենք այս դեպքերը վերանայեք։ Բարձ ասեմ, օրինակի համար ես իմ մեքենայի համար լիցքավորիչ, ոնց հայերեն ասեմ, հա, լիցքավորիչ եմ առել, որի արժեքը $360 է, հա, պլյուս $30, եթե չեմ սխալվում, իր վերևոսքան ա եղել, Հայաստանում այդ լիցքավորիչը վաճառում են 550,000 դրամ, ես դրա համար եմ տենց առել,
Հիմա իմ ապրանքը մաքսիմում կանգնացրել են, որտեղ ինքը չի համապատասխանում իրանց ունեցած տեղեկատվության։ Ես էլ գնացել եմ այնտեղ, իրանց ցույց եմ տվել, ասել եմ, եթե ուզում եք, այդ գումարը տվեք, երկու հատ է ձեր համար, հենց հիմա առնեմ։ Ու իմ ապրանքը առանց որևիցե խնդրի ինձ տվել են, ես եկել եմ տուն, սենց ասեմ ձեզ, էլի։ Ձեզ բացառություն են Չէ։ Անկեղծ ոչ ճանաչել են, ոչ մարդ ըմբխան է, ոչ, չէ, անկեղծ ոչ մի բան, դնես չոր սաղ անգիր գիտեն, առանց որևիցե ինչ-որ միջամտության։ Ու շատ դեպքեր էլ ունեցել ենք, որ հենց իմ ընկերներն են Amazon-ից ապրանքներ են առել, հենց վերահայտարարման, այսինքն առանց դատանի հենց իրենց բողոքարկման հանձնաժողով եկել ենք այն բանին, որ մենք ցույց ենք տվել, որ ուզում եք եթե առնեք, գումարը տվեք ձեր համար է պատվիրին, որտեղ դա հասանելի ինֆորմացիա, ոչ մեկ չի կարող դրանից հերքի։ Դրա համար եմ ասում, այդ ձեր դեպքը, որ դուք ասում եք, հա, այդ նվազեցումը, ոնց ասեմ, դուք դրանից շահում եք, էլի, հիմա չեք կարող համ թանկ ցույց տակ, մաքսիմում վճարները չվճարեք, համ շրջանառության հարկից նվազեցնեք։ Հիմա ոնց որ դուք եք որոշել այդ ձևով աշխատեք, դրա համար էլ ոնց որ ավելի շատ օգտվում եք, էլի։